Դե գիտեք, ինքը օրինակ կարող է հերքել անհերքելին, օրինակ ինքը կարող է ասել, որ օվկիանոսը երկինք է, կամ ծառերը դրանք, չգիտեմ, գետեր են, կամ տները դրանք ընդհանրապես մեր աչքին թվացial ինչ-որ պատկերներ են, բայց գիտեք, դրանից իրականությունը չի փոխվում, եւ հենց դրա մասին էի ասում, Արշակ Խաչատրյանը շատ հարմար դիրքավորվելով, հենց ամենասկզբից ասաց, որ դա արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր են, եւ որ ինքը այդ տեսանյութերում որևէ կերպ չէր կարող մասնակցություն ունենալ, հաշվի առնելով այն ստատուսը, որի մեջ ինքը գտնվում է, բայց ըստ Քննչական կոմիտեի հայտարարությունը կարդալով հասկանում ենք, որ ամենայն հավանականությամբ Արշակ Խաչատրյանի բանականությունն էր արհեստական եւ ըստ երևույթին նա ունի որոշակի առողջական խնդիրներ, որ օրինակ լինում են միտեղ, մասնակցում է ինչ-ինչ պրոցեսների, հետո ասում է, որ ես այնտեղ չեմ, ես կարծում եմ, այստեղ մասնագետի արդեն առողջապահության ոլորտի մասնագետների կարիքը կա, գուցե հետ վերադարձնելու Արշակ Խաչատրյանին հիշողության հետ կապված որոշակի դրվագներ, բայց սա ընդհանուր առմամբ մեր խնդիրը չէ, մենք վաղուց էինք ասում, որ եկեղեցում խնդիր կա, եւ այդ եկեղեցում տեղի ունեցող process-ները գուցե հանրության լայն շերտերին այդքան էլ հայտնի չէին, մինչ Բագրատ Գալստանյանի սրբաժան շարժման մեկնարկը, բայց այդ մեկնարկից հետո այլևս ոչ կաթողիկոսը, ոչ նրան հարող քաղաքական շահերով ինտեգրված եւ քաղաքական հետաքրքրություններով պայմանավորված այս խումբը այլևս չի թաքցնում, որ ինքը որոշակի գործակալական ցանցի ներկայացուցիչ է,